Տիկին Ավետիսյան, ուրեմն այս հարցը ես նիստի ժամանակ, հանձնաժողովի նիստի ժամանակ տվեցի, բայց կարծես թե պատասխանը չստացա, ուստի այս հարցս ուղղվում է Տիգրան Ավինյանին։ Պարոն Ավինյան, մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը բարձրացվում է այս կետով, այս որոշումով, եւ դրա մասին կարծեմ դուք էլ եք լայվ արել կամ տեսանյութ արել։ Հիմա հարցս հետեւյալն է. ինչի համար մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը չբարձրացվեց դեկտեմբերին, այսինքն որ հունվարից արդեն բարձր ստանան։ Այս հարցը ես հիշեցնեմ, որ այս հարցի մասին ես երկու կամ երեք անգամ այս դահլիճում խոսել եմ եւ ասել եմ, որ անհրաժեշտ է մանկապարտեզների, պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել։ Նույնիսկ ձեզ գրություն է ուղարկել, որ առաջարկում է բարձրացվել աշխատավարձը եւ դուք չարձագանքեցիք։ Ինչի համար այս փուլում բարձրացվեց եւ ինչի համար բարձրացվեց 15-ից 20% եւ ոչ թե 30-ից 40%, այսինքն 1 միլիարդ 700 միլիոն դրամ գումար է տրամադրում, ինչի 3.5 միլիարդ չի տրամադրում, ավելի բարեկեցիկ, ավելի բարձր աշխատավարձ ստանան այդ մարդիկ, նվազագույնը գոնե այնքան, ինչքան որ ստանալու էր Երևանի ուրեմն քաղաքային տրանսպորտի կառավարում հողակի աշխատակիցների ամենացածր հողակը աշխատավարձի առումով ցածր տնտեսական մասի աշխատակիցները ստանալու են 230 կամ 270 հազար դրամ, սրա մասն եմ ասել, հարցս այս երկուսն էր։ Շնորհակալություն շատ կարևոր հարցի համար, իրականում պարոն Դանելյան, ես հասկանում եմ դուք ուր եք փորձում տանել, բայց ուզում եմ տենց փոքրիկ հիշեցումներ անել։ 2024 թվականին Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզներում աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել է 15-ից 31%-ով 2024 թվականին։ Այդ տարի նախընտրական էր, ոնց որ չէ։ 2025 թվականին գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել է 15%-ով։ Նախորդ տարի նույնպես ոնց որ նախընտրական չէր, չէ՞։ Երաժշտական եւ արվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը բարձրացրել է։ Մեր մշակութային կենտրոնների, մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը նախորդ տարի 30%-ով բարձրացրել է եւ թանգարանների աշխատակիցների աշխատավարձերը ու նաեւ թատրոնների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել է նախորդ տարի, որ կրկնեմ նախորդ տարի նախընտրական տարի չէր։ Ինչի ենք հիմա անում, պարոն Դանելյան, որովհետև կառավարությունը շատ կարևոր մի որոշում է կայացրել առողջապահական ապահովագրության վերաբերյալ եւ նոր ծրագիր է անում։ Այս աշխատավարձերի բարձրացումը մեզ թույլ է տալու շատ եւ շատ մեր մանկապարտեզների աշխատակիցների 200,000 դրամի շեմը անցկացնել եւ այս մարդկանց նույնպես ներառել առողջապահական ապահովագրության շրջանակում, այսինքն այս պարզ տրամաբանությունն ունի եւ կարծում եմ այստեղ որևէ այլ շահարկման թեմա չի կարող լինել, նամանավանդ եթե տեսնում եք այն տենդենսը, որ Երևանի քաղաքապետարանը իր եկամուտների շատ դժվարին ձևով եւ գնով եկամուտների բարձրացման հաշվին իր աշխատակիցների համար հոգ է տանում եւ բարձրացնում է աշխատավարձերը ամեն տարի, որքանով որ կարողանում ենք, մենք այդ աշխատավարձերը բարձրացնում ենք։ Այո, մենք էլ կուզենանք էլ ավելի շատ բարձրացնենք, բայց ուզում եմ ֆիքսենք, որ սա այտենց հստակ տենդենս է, մենք ամեն տարի այս իրականացրել ենք։ Արձագանք։ Իհարկե։ Ուրեմն հիշեցնեմ, որ հանձնաժողովի նիստի ժամանակ Տիկին Ավետիսյանը ասեց գումարի ավելցուկ ա եղել բյուջեի, այդ դրա համար էլ բարձրացվել է։ Հիմա փաստորեն դիցուկ դիտարկենք մի տարբերակ, երբ որ 26 թվականին բյուջեն կարա ոչ թե ավելցուկ տալ պակասորդ տա, ինչ հաստատվելու։ Այս գումարը չի տրվելու աշխատակիցներին, եկող տարի այս մարդիկ նորից տվալու են հին աշխատավարձին, այսինքն բարձր չէ վարձատրվելու։ Եվ իմ կարծիքով սա, պարոն Ավինյան, սա քաղաքական որոշում է եւ սա իմ կարծիքով ձեզ թելադրված որոշում է, որովհետեւ արժեվում ընտրություններ կան եւ որպեսզի այդ մարդկանց սիրաշահեք կամ այդ մարդկանց սիրտը գրավեք, սա ձեզ թելադրվել է, որպեսզի բարձրացվի ու բարձրացվել է շատ սիմվոլիկ ամսում, էլի մայիս ամսի աշխատավարձը, որ բարձրացվել, այդ մարդիկ ստանալու են հունիսի 3-ին, 4-ին, 5-ին եւ հունիսի 7-ին գնալու են ընտրության։ Սա հենց այնպես չի, որ մայիսին է բարձրացել, որը կարող էր, կրկնում եմ, կարող էր բարձրանալ հունվարի 1-ից
եւ որը կարող էր բարձրանալ ավելի շատ եւ չկապվեր ընտրությունների հետ։ Պարոն Դանելյան, այո, դուք ճիշտ եք, սա թելադրված որոշում է եւ այս որոշումը ինձ թելադրված է բանկապարտեզների աշխատակիցների կողմից, սպորտ դպրոցների աշխատակիցների կողմից նախկինում էր թելադրված։ Դրանից առաջ մշակութային կենտրոնների, երաժշտական դպրոցների աշխատակիցների կողմից էր թելադրված եւ ուզում եմ շեշտել, որ իրականում վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը իր սեփական եկամուտները եռապատկել է եւ դրա հաշվին ենք մենք այս աշխատավարձերը կարողանում բարձրացնել, դրա հաշվին ենք մենք կարողանում մեր բակային ծրագրերի մեծ ծավալը իրականացնել եւ շատ ու շատ այլ բաներ, որոնց մասին կլսենք բյուջեի կատարողականի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ։ Շնորհակալություն, Տիկին Ավետիսյան, արձագանքի կարիք չկա։